դիտեցինք տեսահոլովակ, իսկ իմ տրամադրությունը բացարձակապես փոխվեց, որովհետև կողքիս ունեմ մի հավատարիմ ընկեր, ինչպես տեսնում եք։ Ես կասեի ընկերուհի։ Ընկերուհի։ Կարևոր չէ, կարևոր այն կենթանի է եւ շատ գեղեցիկ, իսկ հիմա մեծ սիրով ուզում եմ ներկայացնել ձեզ մեր այսօրվա հյուրերին։ Եվ այսպես մեր տաղավարում են Հայաստանի կինոլոգիայի միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, բարի լույս։ Եվ փոխնախագահ դեկորատիվ շների ակումբի նախագահ Գայանե Գաբրիելյանը, բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը, լավ եք։ Ես արդեն շատ լավ եմ։ Ահա նա գալիս է ձեզ մոտ։ Եվ միանգամից խոսենք ձեր միությունից, ինչպես միտք ծագեց, ինչպես հիմնադրվեց։ Առաջինը նորից բարև ձեզ, թույլ տվեք ձեզ բոլորին ողջունել եւ եթե կարելի այդպես մի քիչ անտակտ հարց, մենք ինչքան րոպե ունենք, որ կարողանանք բազմիցս չեմ կարող ասել, բայց մոտավորապես մի 10 րոպե, շատ բարի։ Միջև խոսել եմ մեր միության մասին, ես կուզենայի բոլոր մեր հայերին ողջունել, մեր ոսկի ծիրան փառատոնը, որ կայացավ Հայաստանում, մեր տոլմայի փառատոնը ազգային ուտեստների, ինչու եմ ողջունում, որտեղ մեր կազմակերպությունը զբաղվում է ազգային հարստություն պահպանող հարցերով, բոլորը տեսնում եք մեր Գամպրիկին, որը հիմա պարկած է ձեր տաղավարում, ոսկի անունով աղջիկ, որը ներկայացնում է հայկական գելխեղ գամպրը, նա Հայաստանի հարստությունն է եւ էլի ուզում եմ մի քիչ առաջ վազեմ ասեմ, մենք եղել ենք հյուրանցալ տարի Շանթում, որտեղ պատիվ ենք ունեցել մի 40 րոպե պատմել եւ ցույց տալ վկայականը, որը մեր կազմակերպությունը ընդդեմս Վիոլետա Գաբրիելյանին բերել էր այն մասին, որ 65 երկիր աշխարհում ընդունեցին ծագումը հայկական, страна происхождения Արմենիա, գրված է հայկական գելխեղտ, գամփր, 204 համարի տակ գրանցված միջազգային գրքում եւ ծագումը հայկական։ Բոլորս մենք գիտենք, որ ցավոք սրտի մեր կողքի հարևանները շատ բան են տանում մեզանից։ Լավ, բայց ինչով է հենց առանձնանում մեր Ես հիմա հարցել ունեմ, Ահա Սերգեյ ջան, ասեք։ Որ ասում եք հայկական, այսինքն ինչի միքս է ինքը, ինչ ստեղ ոնց է ծնվել։ Ես շատ ցավում եմ, որ ձեր նման Դանիլյան Սերգեյի այդ կերպար այդ հարցը տվեց, այդ միքս բառը։ Վայ, ուզում եք գնամ։ Այո, չէ, Սերգեյ ջան, ասեմ։ Ես էլ մեծ յումորի տեր մարդ եմ, ասեմ ձեզ։ Գիտեք, որ հային ստեղծել է Աստվածը, Արարատ լերը ստեղծել է Աստվածը, այո, Վանալիչը ստեղծել է Աստվածը, մեր Խոսրով անտառը, մեր ծիրանը, մեր գամփրը, մեր վանակատուն, այո։ Ուրեմն ուզեմ ասեմ, որ այն ամեն ինչը, ինչ որ Աստվածը շնորհել է մեր հայ հողին, ինքն է ստեղծել։ Ուրեմն այդ Տիգրան Մեծի ժամանակ, երբ որ պատերազմ էր հռոմեացիների հետ, արդեն Տիգրան Մեծը ուներ մասնագետներ, որոնք բուծում էին հայկական գամփրին եւ տարբերում են, որը պիտի դառնա պահակ, որը պիտի դառնա մարտիկ։ Բաց մեկ Աստվածն արե։ Ես հիմա պատմում եմ ձեզ, մենք արդեն գիտենք, արդեն պատկերացնում եք ինչքան վաղ կա գոյություն ունի գրականության մեջ իր մասին։ Դոյց ոչ մի մասնագետը չգիտի անգամ երբ իսկապես նա ի հայտ եկավ հայկական լեռնաշխարհում, որտեղ այնքան հին է իր պատմությունը, եւ եթե Ռոթվեյլերին կամ Դոբերմանին ստեղծել է մարդը, ես մի քիչ ավելի այդպես հումորով պատասխանեմ, պրաբիրկաներով ստեղծել է շուն, սա Աստծո ստեղծածն է, դուք միջև մեր սկիզբ ասեցիք ինչու է այդպես խելոք, այն ինչ որ բնական է, միշտ խելոք է լինում եւ ներքուստ աշխարհը շատ ուժեղ եւ ինչով է տարբերվում հայկականը, մենակ աչքերի, այ եթե դուք ցույց տաք հիմա կամերայի մեջ մեր աղջկա աչքերը, քնել աղջիկը արդեն։ Չէ, ոչինչ, դուք իրան զարթնացրեք, որ տեսնեն։ Լավ։ Եվ կներեք, ես չպատասխանեցի միության մասին, ուրեմն գոյություն ունենք 94 թվից 1900, բայց միջազգային կազմակերպության մեջ ներգրավել ենք 2010 թվից, մինչև այդ Հայաստանը չէր մտնում ոչ մի միջազգային կազմակերպությունների մեջ։ Իսկ 2010 թվին մենք մտնում ենք, մենք միակն ենք Հայաստանում եւ պետք է ձեզ ասեմ, որ դիվանագետ աշխատանք տարանք, մեզ մի քանի կազմակերպություն առաջարկում էր, որ Հայաստանին ներգրավել, մենք ասենք այն կազմակերպությունը, որը կաջակցի հայկական գամփրին իր ճանաչումը, մենք այնտեղ էլ կներգրավենք։ Եվ այդ ICAI-ուն կներեք, մի քիչ երկար եմ ասում, International Kennel Union, որը 65 երկիր է իր մեջ ուրեմն ներգրաված, իրանք իրոք մեծ աշխատանք մեր հետ միասին տարան,
կոմիսիաներով 2 տարվա մեջ եւ մենք բերեցինք վկայականը, որը շանթով ցույց ենք տվել։ Շատ լավ խոսեցինք ամբողջական պատմությունից, Աստվածաշնչից հասանք մինչև մեր օրերը, ամեն դեպքում դիտենք շների մասին, տեսենք, որից հետո կշարունակենք հակիրճ հարցերով։ Շունը մարդու բարեկամն է, այս ասացվածքը այնքան հին է, որքան հենց այդ բարեկամությունը։ Մարդու հավատարիմ բարեկամի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ծայրահեղ տարբեր է։ Ես դեմ եմ, որ վերացնեն շներին, թեկուզ եթե ինչ-որ բան կա, ինձ թվում է ամեն լավը առանձին ինչ-որ տեղ պահեն շներին, ոչ թե վերացնեն։ Գիշերները կամ առավոտները վախենում ենք, երբ դուրս են գալիս։ Ուղղակի տեղա պետք որ իրանց տանեն այնտեղ պահեն, իմ կարծիքով։ Սատկացնելու մեղք է։ Վտանգավոր են երևի մարդկության համար։ Поверь мне, Карлсон, не в пирогах счастье. Ты что, с ума сошел? А в чем же еще? Собаку мне не подарят. Գրեթե բոլոր երեխաների երազանքն է շուն ունենալ, բայց շուն ունենալը երազանքի մի մասն է միայն։ Թափառող բարեկամների վնասազերծման կամ կացարաններով ապահովելու խնդիրն օրակարգային է ամբողջ աշխարհում։ 2006 թվականից Հայաստանում թափառող շների դեմ պայքարում է Unigraph X ընկերությունը, պայքարի միջոցները երկուսն են՝ վնասազերծում, քնեցում եւ ստերիլիզացիա։ 6 տարիների ընթացքում Unigraph X-ը աշխատում է, բավականին կայուն իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում։ Աճ թափառող կենդանիների չի գրանցվել։ Շները ենթարկվում են արտաքին լողացման, այսինքն արտաքին թազերի լույերի նկատմամբ եւ ներքին վարակիչ հիվանդությունների հետ ջրվաթափման համար, դրանից հետո նոր կատարվում է պատվաստում։ Թափառող շների վնասազերծումն իրականացնում է մասնագիտացված կլինիկայում հատուկ մասնագետների կողմից։ Միայն 2012 թվականի հունիսին Unigraph X-ի կողմից վնասազերծվել է մոտ 3500 թափառող կենդանի, ստերիլիզացվել մոտ 800-ը։ Ես կոչ կանեի բնակչությանը փոքրինչ ավելի հանդուրժող լինել թափառող ստերիլիզացված թափառող կենդանիների նկատմամբ, օրինակ Մոսկվայի օլիմպիական խաղերին դեռևս խորհրդային տարիներին տեղական իշխանությունները բոլոր թափառող կենդանիներին ոչնչացրեցին, քաղաքում մի հատ թափառող կենդանի չմնաց, բայց արդյունքը եղավ այն, որ ահավոր չափերի հասան առնետները քաղաքում, այսինքն իրենք նաև կենդանիները, թափառող շները, նաև սանիտարներ են։ Արդեն 10 տարի է, որ թափառող շների ստերիլիզացիայով է զբաղվում դաշնակահարուհի Նունե Մեհրաբյանը, նա պայքարում է վնասազերծման այլ տարբերակների դեմ։ Շների նկատմամբ անխիղճ վերաբերմունքն այնքան էր մտահոգել նրան, որ 10 տարի առաջ ստեղծեց այսպիսի կացարան, որտեղ այժմ մոտ 250 ստերիլիզացված շուն է ապրում։ Մոտ 7-8 տարի է կան կենդանիներ, որ այստեղ ապրում են, այսինքն իրենց վերադարձնել ճիշտ չի, քանի որ իրենք արդեն սովոր են այս պայմաններում։ Թեպետ եթե չլիներ վնասազերծման ծրագիրը, որսորդները չոչնչացնեն կենդանիներին, կթողնենք իհարկե։ Իդեպ շների ստերիլիզացիայի շնորհիվ, որն աշխարհում պայքարի դեռևս լավագույն տարբերակն է համարվում, շները նույնիսկ բազմացման շրջանում ագրեսիվ չեն լինում։ Այստեղ բոլոր կենդանիների նկատմամբ ցուցաբերվում է անհատական վերաբերմունք, յուրաքանչյուր շուն ունի անուն։ Այս շան անունը Դոբի է։ Նա նույնիսկ 2 անուն ունի։ Stevie Wonder, Ray Charles։ Ոչինչ չեն տեսնում, փողոցից ենք վերցրել։ Հայաստանում արդեն 3 տարի է, ինչ գործում է նաև կենդանասերների ասոցիացիա, որն ունի 200-ից ավելի անդամ։ Ասոցիացիա անդամ դառնալու համար դիմում պետք է ներկայացնեն, վկայական են այսպեսի ստանում, նաև տրամադրում են փաստաթղթեր, սա ծննդականն է։ Եվ անձնագիրը։ Ասոցիացիան արդեն 3-րդ տարին է կազմակերպում է շների ցուցահանդես, որին մասնակցում է 80-ից ավելի շուն։ Դե ամենագեղեցիկը թակ չի ստանում, բայց կերի տեսքով է ստանում խրախուսանք, բնականաբար եւ գավաթ։ Ու եթե կենդանասերները շատ են նաև շների հետ կապված խնդիրները։ Չկան շների զբոսանքի համար նախատեսված վայրեր, հաճախ տիրոջ հետ զբոսնող կենդանիները չունեն դնչկալ եւ վզակապ։ Շնատերերն ասում են, շուն պահելը հավասար է երեխա պահելուն, տարեկան ծախսվում է ավելի քան 200,000 դրամ։ Это что же? Собака. Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Շատ հաճախ մարդը նմանվում է այն կենդանուն,
ում որ ինքը պահում է, հա, շատ ասում են, բա ինչքան նման է, ոնց որ իր շունը ունի։ Կա այդպիսի բան թե չէ իսկապես։ Իրոք կա եւ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ բնավորությամբ, եթե մենք անգամ 80-ականների ծաղրանկարները նայենք, այդպես գրքեր կային, հիշում եք, որ հրատարակում էին ծաղրանկարների, այնտեղ մի մեծ բաժին նվիրված էր հենց դրան, որ պատկերված են շները իրանց տերերի հետ։ Եվ բոլոր շները նման են, եւ դա իրոք այդպես էր, անգլիացի բուլդոգ, մի անգլիացի sense բավականին մրթոշած դեմքով, եւ բացի դրանից բնավորությամբ էլի, դուք ասացիք իսկ ինչի է հանգիստ դաստիարակված խելացի, որովհետեւ ամեն ազգային ցեղատեսակ ճիշտ է ունի իր հիմնական բնավորության գծերը, բայց ապրելով այս կամ այն ընտանիքում արտահայտվում է իր մեջ հենց այդ ընտանիքին բնորոշ բնավորության գծեր։ Լավ, իսկ ինչու է կակաժները կտրում? Որովհետև սա գայլի դեմ դուրս եկող շուն է, կենդանի, որը պահում է ոչ միայն իր տիրոջը, իր ընտանիքը, այլ նաև ամբողջ այդ հոտը, ոչխարների եւ ընդհանրապես իր ընտանիքի սահմանները, իսկ եթե շունը գայլի դեմ կռվի է դուրս գալու, ականջները կենդանու մոտ, շան մոտ համարվում են ամենախոցելի եւ ցավոտ տեղը։ Հետևաբար պոչը իրանց մոտ մնում է իբրև ուղղորդող գործիկ, իսկ ականջները դրանց եւ լավ լսողության համար, քանի որ նա պետք է սարերում պարկած ամբողջ այդ տարածաշրջանը ուսումնասիրի, իսկ իրանք ունեն շատ լավ լսողություն, այդ փակող հատվածը ականջի մի քիչ խոչընդոտում է նաև լսողությանը։ Լավ, հետաքրքիր է ինչ ֆինանսական միջոցներով է գոյատևում ձեր միությունը, հովանավորներ, թե արդյոք բիզնես է դա, դրամաշնորհներ։ Մենք հասարակական կազմակերպություն ենք, ինչպես եւ մնացած բոլոր հասարակական կազմակերպությունները ունեն իրենց կանոնադրությունը։ Մենք գոյատևում ենք ընտանեկան ֆինանսական միջոցների հաշվին, քանի որ սա բոլորս առանձին ունենք իրենց գործը։ Ես պետական աշխատող եմ, մայրս ունի իր առանձին, նաև գործունեությունը, եղբայրս իր գործունեությունը եւ հայրս, բայց մենք բոլորս, քանի որ տարված ենք ազգային գաղափարով եւ բոլորս հայ ենք եւ իծնե եւ կրում ենք հայ պատկանելությունը, սա մեր հասարակական գործունեությունն է, որը ավելի շատ նվեր է մեր ազգին, թող սա մի քիչ բարձրագոչ լինի, բայց ես ինձ թույլ տամ այդպես ասեմ, եւ մենք դա անում ենք զուտ ընտանեկան միջոցների հաշվին, որևէ անգամ մենք չենք ունեցել որևէ աջակցություն։ Իսկ քանի հատ շուն ունեք իմ ասում, քանի հատ եք բուծել։ Եթե դուք ասում եք տանը, ապա 1 շուն, որպես ուղղակի մեզ միշտ տաքացնող եւ շունչ տանը, երբ որ տանը չես միշտ տանը օդը կանգնած չէ, բայց եթե կազմակերպությունը ավելի քան 3000 ունենք միության անդամներ, իսկ անձամբ մերը, որը որ մենք ունենք բուծարաններ եւ Վանաձորում Մխիթար բուծարանը հենց Գամփռների եւ հոկտեմբերյանում ունենք մեր ընկերները եւ բուծարան Վաղարշապատ։ Բացի դրանից անձնական ունենք ավելի քան 30 տարբեր ցեղատեսակի շներ, մալտեզե, յորք, քանի որ ես զբաղվում եմ դեկորատիվ շնիկներով, այսինքն բանտիկով շնիկներով։ Ես ունեմ յորկեր, մալտեզեներ, շպից, շիցու, ինչ ուզում եք։ Իսկ կան ցեղատեսակներ, որոնք հետագայում միջազգային մակարդակով նույնպես կարող են ճանաչվել հայկական։ Միջև այդ մենք խոսեցինք, ես ասացի, որ Աստվածը մեր շնորհել է այս սարերի շանը եւ արհեստական ստեղծել, մենք ոչ մի բան չենք պատրաստվում, ասեմ ինչու։ Մեր ազգը ինձ դրանով էլ տարբերվում է, մենք մի քիչ ավելի երևի դից կոպիտ ազգ ենք, այսպես ուղիղ ամեն ինչ ասող, օրինակ Անգլիայում այսօրվա դրությամբ լիքը տատիկներ, գրաֆինյաներ, որոնք արդեն 80-90 տարեկան են եւ բանի գործ ունեն, հայաթում ծաղիկներ են ջրում, սաղոր նստած այս մի ցեղատեսակը փոքրիկ զույգում են ցեղատեսակ, մի հատ ինչ ասած փրչոտ բան են ստանում եւ վարձադրում են վերևները, կներեք եւ գրանցում են անհայտ, մենք չենք պատրաստվում, ես գտնում եմ, որ այն ինչ որ մեզ Աստվածը շնորհել է եւ մենք ունենք երկարամաս գամփար, այսօրվա դրությամբ մենք բերել ենք վկայական, որտեղ գրած է կարճամաս մեր գելխեղտի մասինը, որը հենց պատերազմի ժամանակ առաջի դիրքերում գնում էր այնքան ուժեղ են, որ անգամ ձիու թաթը ջարդում են սարսափ առաջացնելով թշնամու մոտ եւ առաջվա մեր գամփռները, որը նկարագրել է Մոսես Խորենացին, գեղեցիկ այդ լեգենդի մեջ, լրիվ պատկերը կա, ոնց որ այդ մարդը այն ժամանակ նստել է ու ստանդարտ է գրել։ Եվ ունենք երկարամաս, որ եթե մենք իրան խուզենք, նա կլինի նույն այդ ձևի ստանդարտի մեջ շուն, որտեղ մենք գիտենք տարբեր գոտիներ ունենք աշխարհագրական եւ ցուրտ, ասենք թե գոտիում մազը երկարում է։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք պետք է հիմա միանանք կրկին մեր գործընկերուհուն Իրինա Մկրտչյանին եւ տեսնենք թե ինչ փոփոխություններ են գրանցվել Երևանի փողոցներում։ Իրինա։
Բարի լույս հարգելի հյուրեր, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր օգտակարն ու հաճելին համատեղելով առավոտվա 1 ժամն անցկացնում են Շանթին կերակցությամբ, սակայն եթե